Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Տիկին Դալաքյան, եկեք միջազգային մի քանի հայտարարությունների անդրադառնանք, մասնավորապես թուրքալեզու պետությունների կազմակերպության ժամանակ Ֆիդանը կրկին աչքի է ընկել շատ հետաքրքիր հայտարարությամբ, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթ ըստ էության մեծ նշանակություն ունի կողմերի համար եւ այն հնարավորություն է բացում, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակումը Մետաքսի ճանապարհի վերակենդանացում կարող է ապահովել տարածաշրջանում։ Նախ վերջին շրջանում շատ ենք լսում այսպիսի հայտարարություններ Թուրքիայից, մասնավորապես Ֆիդանի կողմից, նույն Էրդողանի շուրթերով, ինչով է սա պայմանավորված եւ արդյոք կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ամեն դեպքում շահագրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Թուրքիան իհարկե Ադրբեջանի հետ է փորձում համընկեցնել, այսպեսի բառ օգտագործենք իր դիրքորոշումը, բայց միևնույն ժամանակ Թուրքիան ունի տարբեր շահեր Ադրբեջանի հետ եւ դրա մասին մշտապես խոսվել է։ Էրդողանը մաքսիմալիստ գործիչ է, բայց նա ռեալ իրավիճակը կարողանում է ավելի ճիշտ իմ կարծիքով գիտակցել, քան Ալիևը, որը հաղթանակից հետո, ես ճակերտավորը միշտ ասում, հաղթանակից հետո առավելապաշտական դեռ մտքեր ունի։ Այսինքն Թուրքիան ռեալ տեսնում է, որ այս բանը Ադրբեջանը չի կարող կամ Ռուսաստանի դեպքում Ադրբեջանը գնալ որևէ ռազմական գործողության Զանգեզուրի ուղղությամբ եւ փորձում է ցույց տալ գոնե, որ ընդունում է այն խաղի կանոնները, որ ԱՄՆ նախագահը գծել է օգոստոսի 8-ի համաձայնագրով։ Այլ հարց է, որ բոլոր կողմերը կրկնվեմ սպասում են տեսնելու համար, թե ամերիկյան կողմը արդյոք իրոք նախաձեռնող է եւ հաստատուն է իր քայլերում, թե մենք ստիպված երեք կողմներ կվերադառնան Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրին, բայց Թուրքիան իր խոսքերով երբևիցե Տրամպի քաղաքականության դեմ ակնհայտորեն չի գնա։ Այսինքն նոյեմբերի 9-ի փաստաթուղթին հնարավոր է նաեւ վերադառնալ, որովհետեւ նույն օգոստոսի 8-ից հետո շատ էր խոսվում, որ սրանով արդեն նոյեմբերի 9-ը կարելի է համարել մեռելածին փաստաթուղթ։ Իմ տեսակետը միանշանակ է, որ այդպես համարվելով չի կա ուրեմն գործունեություն, գործողություններ, պետք է պայմանագրից դուրս գալ։ Իդեպ ռուսական կողմը դրա մասին շատ է խոսում, որ Հայաստանը դուրս չի եկել, ոչ էլ Ադրբեջանը, բայց այդ նոյեմբերի 9-ը ժամկետ չունի, որ ասում են ավարտվում է։ Դա 4 կետին է վերաբերում խաղապահների գործունեությանը Արցախում, որը հիմա այլևս չկա։ Այսինքն երկու կողմն էլ պահում են նոյեմբերի 9-ի պարտավորությունները։ Միջազգային պրակտիկայում շատ են դեպքեր, երբ կան տարբեր փաստաթղթեր մեկը մյուսին հակասող։ Եվ նայած որ պահին, որ փաստաթուղթը ավելի ձեռնտու կլինի կողմերից մեկին կամ որ փաստաթղթի երաշխավորը կլինի առավել ուժեղ միջազգային հարթակում, դա էլ կփորձեն իրականացնել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները հիմա փորձում են այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը այսպես օգտագործել, որպեսզի հասկանան, թե որ պահին ինչպես պիտի գործեն, այսինքն նպատակահարմար է գնալ խաղաղության, թե պատերազմի։ Ես կարծում Հայաստանի իշխանություններն էլ են այդպես մտածում։ Մի կողմ հանրային դիսկուրսում ասել, որ խաղաղություն է եկել, դա անդրական, այսպես լոզունգ եմ ես համարում ընտրությունների, միևնույն ժամանակ անընդհատ բանավիճել Ալիևի հետ, որ ինչու է օգտագործում այդ խոսույթը։ Սա մեկը մյուսին նախ հակասում է։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը ինչի դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի համաձայնագրից պաշտոնապես եւ չի հայտարարում դրա մասին ռուսական կողմին չի տեղեկացնում, որովհետև այս տրամաբանության սահմաններում էլ է նա գործում, նույն Ալիևի, որ տեսնենք, սպասենք, տեսնենք ինչ կլինի, շատ լավ կլինի, որ օգոստոսի 8-ը իրականանա, բայց եթե չլինի, 1 տարուց ավել դեռ կա, հարաքվե պիտի տեղի ունենա, խաղաղության համաձայնագիր կնքվի, նայած միջազգային իրավիճակում ԱՄՆ-ն թե Ռուսաստանը իր խոսքը առավել հաստատուն կիրականացնի։ Այսինքն դուք նաև կարծում եք, որ Ադրբեջանի այդ խոսույթին Զանգեզուրի միջանցքին պիտի չարձագանքի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պիտի արձագանքի, մեկ անգամ արձագանքեց, բարձր ամբիոնում մակ, բայց հետագայում ես տեսա 3 նրա մամուլի խոսնակներ արդեն անդրադարձել, հետագա խոսույթները Ալիևը ամենտեղ կարող է օրը 5 անգամ ասել Զանգեզուրի միջանցք, կարող է Էրդողանն էլ նրան միանա, Զանգեզուրի ճանապարհ ասի, այլևս նա չպիտի մտնի այդ բանավեճերի մեջ, բայց հայկական կողմը ամեն անգամ մեր արևմտյան գործընկերներին, հատկապես ամերիկյան կողմին, պիտի ցույց տնի, որ Ալիևը շարունակում է իր դիստրուկտիվ քաղաքականությունը
է եւ ինչպես Փաշինյանը ասաց Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում դա տարածքային պահանջ է, այդ խոսույթը, ես չեմ ասում արդյոք քայլերի կդիմի շարունակական խոսույթը Զանգեզուրի միջանցք օգտագործումը, դա արդեն Հայաստանի ներսում հայ հասարակության ընկալվում է որպես պահանջ։ Իսկ ինչի կհասնենք մենք դրանով, այսինքն ամերիկյան կողմին ապացուցենք, որ Ադրբեջանը ամեն դեպքում դիստրուկտիվ կողմ է, ինձ թվում է այսպես թե այնպես դա պարզ է։ Նախ ես թերավատ եմ ամերիկյան այս պահի վարչակազմի հետ կապված, որ ռեալ գնահատում են իրավիճակը, խոսքը պետքարտուղարության մասին չի, խոսքը ցավալիորեն ամենանախագահի խոսքերի մասին է, որովհետև այլ տարածաշրջաններում է, նա ասում է խաղաղություն եմ հաստատել, հետո Համասը ասում է ես չեմ ընդունել, օրինակ պայմանները, կամ ասում է Պուտինը համաձայն է այս կետերին, Պուտինը ասում է ես համաձայն չեմ։ Այսինքն Տրամպը սիրում է ուղղակի խոսքեր ասել, ելնելով նաև իր մասնագիտությունից նախորդ։ Բայց հայկական կողմը պիտի ներկայացնի առավել ցայտուն, թե Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան դեռ դնում ենք մի կողմ ՆԱՏՕ-ի որոշ սահմանափակումներով հանդերձ, ինչ քայլերի կարող են գնալ այստեղ խաղաղության գործընթացը տորպեդարելու համար, որովհետև շատերի համար գուցե պարզ չի Ալիևը ինչ նպատակներ ունի, առերևույթ անընդհատ խոսում է խաղաղությունից, շնորհակալություն է հայտնում Տրամպին, բայց արևելյան դիվանագիտությունը շատ է տարբերվում եվրոպական դիվանագիտությունից եւ տեսնելով այն թե ինչպես է Պուտինը կարողանում Եվրոպային եւ ԱՄՆ-ին դիվանագիտական հարթակում պարտադրել իր լուծումները, ցույց է տալիս, որ երբեմն նույնիսկ Ամերիկայի նման գերհզոր պետությանը պետք է ներկայացնել, թե իրականում իրավիճակը ինչպիսին է Հարավային Կովկասում։ Միտումը հենց դա չէր, որ վարչապետը ՄԱԿ-ի ԵԽԽՎ-ի ամբիոններից հենց փորձեց արձագանքել եւ ներկայացրեց, թե օրինակ նույն Զանգեզուրի միջանցք արտահայտությունը ինչքան վտանգավոր է Հայաստանի համար եւ նաեւ հասարակությունը ինչպես է դա անցալում։ Դրա համար եմ ես միշտ նշում իմ եթերներում, որ պիտի պատասխանել, այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն պիտի դա թողնի ԱԳՆ մամուլի խոսնակին կամ իր մամուլի խոսնակին, բայց դիվանագիտական աշխատանքում մենք անընդհատ պիտի ցույց տանք եւ մենք դա պատմությունից գիտենք, որ Ալիևը իր խոսքի տերը չի լինում եւ դա Պուտինի նման PR կարող է լինել, խոսել խաղաղությունից Ուկրաինայում, հաջորդ օրը ռմբակոծել Կիևը։ Տիկին Դալաքյան, նաև ճանապարհների ապաշրջափակումից խոսենք, որովհետև ըստ էության փաստաթղթի կարևորագույն կետերից եւ հիմքերից մեկն այն է, որ պիտի լինի Թրամփի ուղի ճանապարհները պիտի ապաշրջափակվեն։ Այս իմաստով ամենատարբեր քննադատություններ ենք լսում, որ օրինակ նույն Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ ճանապարհների բացելը լավ տեղ չի տանելու Հայաստանի եւ կամ որ դրանից կարող է շահել նույն Թուրքիան, Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը։ Նման կարծիքներ վստահ եմ դուք եք լսել։ Ճանապարհների ապաշրջափակման Հայաստանը պիտի գնա թե չէ։ Այդ կարծիքները արտահայտողները մշտապես կողմնակից են եղել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Անուններ չտամ, Հայաստանի բոլոր իշխանությունների մասին է խոսքը անխնդիր, առանց բացառության։ Բոլորը ցանկացել են բացել հայ-թուրքական սահմանը, որովհետև գիտակցել են, հուսով եմ, որ դա կարևոր ճանապարհ է դեպի Եվրոպա եւ դեպի արտաքին աշխարհ։ Ունենալ երկու սահման, մեկը վերին լարս, որը Ռուսաստանը երբ ուզում փակում է վրացական իշխանությունների հետ, Իրանի հետ սահման, որը սանկցիաների տակ է անդադ գտնվում արևմտյան, պարզ է, որ Հայաստանին օդու ջրի պես պետք է ճանապարհների ապաշրջափակումը։ Իդեպ նոյեմբերի 9-ում էլ էր այդ ճանապարհների ապաշրջափակում։ Այստեղ հարցը թե ում վերահսկողությամբ է եւ ինչպես է իրականացվելու անվտանգության ապահովումը այդ ճանապարհների նկատմամբ։ Այսինքն հիմա որ թեև դուք անուններ չնշեցիք, բայց 3 նախկին ղեկավարները դեմ են արտահայտվում հատկապես նույն ապաշրջափակմանը, նույն Թրամփի ուղին էլի անվանում են միջանցք, այստեղ իրենց դիրքորոշումն էլ է այնպեսին, որ Թրամփի ուղին պարզապես ամերիկյան վերահսկողությամբ միջանցք է, նույն նոյեմբերի 9-րդ կետն է։ Նախ դուք համաձայն եք այս պնդումների հետ եւ հետո որտեղ է դիլեման, եթե ձեզ հայտնի է բոլորին, որ դիվանագիտության մի մասն է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ ճանապարհների ապաշրջափակումը, ապա հիմա ինչու է թիրախավորվել հենց այդ հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ճանապարհների բացումը, այստեղ պարբերաբար հիշեցնում են ցեղասպանության մասին, դուք էլ լսած կլինեք, վերջերս Արարատի լեռան մասին դիսկուսներ, այսինքն սրանք ինչ նպատակ ունեն։ Իրենք ոչ թե ապաշրջափակման դեմ են խոսում, իրենք խոսում են ով է վերահսկելու ճանապարհը։ Միտքը այսպեսին է, եթե պիտի ամերիկյան կողմը վերահսկեր, այն է թե Ռուսաստանը վերահսկի։ Պարզ է, իրենց սրտի վերահսկողը Ռուսաստանն է, բայց այստեղ մենք տարբերությունը ո՞րն է ամերիկյան կողմի համաձայնության հետ, որովհետեւ տարածքային ամբողջականության սկզբունքն է շեշտադրում։ Երկրորդը մենք չենք տեսել դեռ հայ-ամերիկյան համաձայնագիրը, ես խոսել եմ դրա մասին կոնկրետ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ։ Ինչ է նշանակում անխոչնդոտ, արդյոք այդտեղ հայկական վերահսկողություն լինելու է։ Իշխանություններն ասում են այո, բայց քանի դեռ փաստաթուղթը չկա, կանգնել ասել, որ դե ամերիկյան կողմի վերահսկողության միջանցք է, սա պոպուլիզմ է։
Մենք ինչու ենք ասում ռուսական կողմը միջանցք է ուզում նոյեմբերի 9-ը կարդալով դա հասկանալի է։ Հայ-ամերիկյան համաձայնագիր չկա, որ ես ասեմ ճիշտ են ասում, սա էլ ամերիկյան կողմի միջանցք է։ Այսինքն դեռ չկա փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է ինչու են հայտարարում դե պոպուլիզմ է, գիտեք, հիմա դիտումների համար մենք կարող ենք տեսնել, ես ինքս ասել եմ, որ ներքաղաքական պայքար չեմ տեսնում այս ընտրություններին, բայց մարդիկ, որոնք դիտումների ձայնի կարիք ունեն, պիտի այնպիսի հայտարարություններ անեն, որոնք այդ պահին ժողովրդին հաճո են։ Այլ հարց է, որ դա ժամանակավոր երևույթ է, կարող է մի ամիս հետո փոխվի իրավիճակը, բայց քանի որ ժողովրդի շրջանում կա հատված, որը առավել ռադիկալ է տրամադրված Թուրքիայի հանդեպ գաղտնիք չի կամ Ադրբեջանի հանդեպ իրենք այդ հատվածի ձայների վրա են փորձում աշխատել, գոնե 10-15% իմ կարծիքով կլինի։ Իրենք էլ իրար մեջ են արդեն պայքարելու ռուսամետ պրոռուսական ուժերը, բայց ինչ վերաբերում է ցեղասպանությանը, կրկնեմ Հայաստանի որևէ իշխանություն ցեղասպանության ճանաչումը չի հանդիսացրել խոչընդոտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ես ուզում եմ հասկանալ, որն է այստեղ տարբերությունը։ Այլ հարց է, որ չեմ ողջունում տարբեր գործիչների կողմից ցեղասպանությունը կասկածի տակ դնելը, հաշվելը եւ այլն, բայց որքանով տեղյակ ենք, պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցեղասպանությունը շղթելը անհնար է, բայց ինչպես եւ նախկինում դա խոչընդոտ չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Տիկին Դալաքյան, այ ասացիք, որ հայ-ամերիկյան պայմանագիրը դեռևս չկա եւ դրա մասին խոսել է անիմաստ, Թրամփի ուղղումասով խաղաղության պայմանագիրը արդեն կա, նախաստորագրված պայմանագրի կետերը բոլորը հրապարակվել են, այստեղ էլ նախկին ղեկավարները ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը հատկապես եւ նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում առաջին նախագահը պնդում են, որ սա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, Հայաստանը բոլոր կետերում զիջում է։ Դուք տեսել եք նման միտում, որ Հայաստանը բոլոր կետերում զիջում է։ Նախ փաստաթղթերը ես հիմա այդքան լուրջ չեմ վերաբերում ցավալիորեն փաստաթղթեր, մի կոպիտ հնչեց մի փոքր, ես կասեմ փաստաթղթերը կարևոր են միջազգային իրավունքում, բայց փաստաթղթեր մենք շատ ենք տեսել։ Նոյեմբերի 9-ը փաստաթուղթեր, որը չիրականացվեց։ 1-ից 8-րդ կետը մնացել է այդ մի կետը։ Այսինքն այնպես չի, որ ընդդիմության համար նոյեմբերի 9-ը կատարվել է, բայց իրենք չեն բողոքում դրանից, չեն ասում ինչու Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները, դա էլ էր, չէ՞, փաստաթուղթ Վլադիմիր Պուտինն էլ ստորագրել էր։ Հիմա էլ փորձում են կապել դա նրա հետ, որ միջանցքը տայք արցախցիները մնային, նախ այդտեղ հերթականություն կա, եւ երկրորդ էլ առաջին օրվանից կետերը խախտվել է Ադրբեջանի կողմից, Ռուսաստանը մի խոսք չի ասել, ինչի պիտի Հայաստանը շարունակի մնալ այդ պայմանագրում, որը իդեպ չի գործում ըստ Լավրովի։ Նա ասաց, որ նոյեմբերի 9-ը այլևս չի գործում այնպես, ինչպես կնքվել է։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիային, ես նշեցի, ընդհանուր հայ-ամերիկյան, հայ-ադրբեջանա-ամերիկյան համաձայնագրում ես որևէ կապիտուլյացիա չեմ տեսնում։ Որևէ կետ չեն կարող մատնանշել իրեն կապիտուլյացիայի, կարևոր է լինելու առանձին հայ-ամերիկյան փաստաթուղթը, ոչ թե այն ինչ որ հրապարակվել է ներդրումների հետ կապված, դա էլ է կարևոր, այլ ճանապարհների վերահսկողության, երբ կտեսնենք այդ փաստաթուղթը, երբ կտեսնենք ինչպիսին է իր վերահսկողությունը լինելու ամերիկյան կողմի, կհասկանանք սա միջանցք է կապիտուլյացիա, թե շատ լավ փաստաթուղթ է, որը միանշանակ պիտի ամրապնդվի անվտանգային երաշխիքներով։ Տիկին Դալաքյան, կհիշեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումից հետո էլ որոշ շրջանակներ սկսեցին ներկայացնել դա կապիտուլյացիոն եւ անգամ հայտնի հարձակումները կառավարական շենքի վրա, Արարատ Միրզոյանի վրա։ Հիմա էլ երեք օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում պնդում արեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատած օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ երազանքի փաստաթուղթ է եւ որ օգոստոսի 8-ը կրկին կապիտուլյացիայի մասին է, դա Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չի տալիս, 0 օգտակար գործողության գործակից ունի ըստ էության, դրանից շահում են Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, քանի որ Իրանի սահմանին վերահսկողություն է ստանում, բայց ոչ Հայաստանը, դա Հայաստանի մասին չէ։ Դուք համաձայն եք այդ պնդումների հետ եւ ինչու է ընդդիմությունը, այսպես ասած, իր տեսակետը այսքան արագ փոխում, այսինքն մինչ այդ կապիտուլյացիոն էր նոյեմբերի 9-ը, հիմա արդեն երազանքի փաստաթղթի է վերածվել։ Նախ ես չեմ հասկանում ինչու է Իրանը չի նկատում, որ իր սահմանին ամերիկյան վերահսկողությունը հերքում է, բայց Ռոբերտ Քոչարյանը նկատում է, քանի որ ինչպես Սերժ Սարգսյանն ես ժամանակ չունեմ, դիտեմ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ուզում հասկանամ, բացատրում է իր տեսակետը, եթե ուղղակի ասես սա կապիտուլյացիա է, Ադրբեջանը հաղթեց, ես էլ ասում եմ Ադրբեջանը պարտվեց, դուք եք կապիտուլյանտը, հիմա պետք է ամեն ինչ ախր հիմնավորում ունենա, չի կարելի գալ 7 տարի դեպ նույն սկավառակը պատատել եւ ոչինչ չասել, սա արդեն միտում եմ ես այստեղ
հատուկ տեսնում։ Որևէ նորություն չեմ կարծում եղել է ելնելով վերնագրերից կայքերում։ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ ինչ անում են իշխանությունը, ասում է կապիտուլյացիա։ Ես էլ շատ քննադատում եմ իշխանությունների քայլերը բազմաթիվ կետերում, ասում եմ որ պետք չի շտապել, ասել սա խաղաղություն է, որտեղ այս աշխարհում որևէ մեկը չգիտի հաջորդ պահին Տրամպը ինչ է մտածում, բայց գալ անընդհատ ասել սա կապիտուլյացիա, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, սա ցույց է տալիս, որ մարդիկ քաղաքական օրակարգ չունեն, իրենց օրակարգը մեկն է, եթե Փաշինյանն է արել, ուրեմն վատն է։ Դրա համար իրենք հեղինակություն եւ կարծում բոլոր ուժերը այսօր Հայաստանում չունեն այնպիսի հեղինակություն, որ ասես ժողովրդի մեծամասնությունը աջակցում է այս ուժերին։ Ցավալի է, բայց քաղաքական դիսկուրսը իջեցնում են այդ մակարդակի անձնական վիրավորանքների, չգիտեմ, աղջիկ կա, տղա է, այդպիսի վերնագրեր եմ տեսել։ Ես ցավում եմ, ես ամոթ եմ զգում, որ Հայաստանը ղեկավարած 2 անգամ կապ չունի, որ չի ընտրվել կամ անօրինական փաստաթղթերով է ընտրվել, անձը չի կարողանում իրեն վերդասել այդ կներեք փողոցային բառապաշարից։ Սա բոլորին է վերաբերում, բոլոր ղեկավարներին, հայ ժողովուրդը արժանի է ունենալ նորմալ քաղաքական բանավեճ, ոչ թե մարդիկ, որոնք ինչ որ անձնական կոմպլեքսներ ունեն, ամեն անգամ գան իրենց ընտանիքի թեմաները այլ անձի վրա պտտելով փորձեն ինքնահաստատվել։ Իդեպ, պարբերաբար վարչապետն էլ է բանավեճի հրավիրում նախկին բոլոր 3 նախագահներին, բայց բանավեճի հրավերը մերժելուց հետո բոլոր 3 նախագահները ամենատարբեր հարթակներում քննադատում են նույն օգոստոսի 8-յան փաստաթուղթը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց ամեն դեպքում այդպես էլ չեն գալիս բանավեճի։ Ինչով է սա պայմանավորված։ Այսինքն չի ձևավորվել քաղաքական դաշտը, ինչպես դուք ասում եք, որ առողջ բանավեճ հնարավոր չէ։ Ես կոչ կանեմ, իհարկե ես չեմ խորհրդատուն, այլևս Նիկոլ Փաշինյանը այս բանավեճի չհրավիրի, մի անգամ արդեն ասել եմ։ Ես օրինակ իմ պատվից ցածր կհամարեմ 8 անգամ օրը նույն մարդուն հրավիրեմ բանավեճ։ Մեկ անգամ ասել եք, չեն արձագանքել, ավարտեք, դա այո ցույց է տալիս, նույնիսկ եթե իրենք կարող էին բանավիճել, դե ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանն է առավել ուժեղ կողմը, թե ով է, մենք պետք է ես կոչ եմ անում վերջապես բացահայտել բանակցությունների ողջ փաթեթը, բանակցային սեղանի Արցախի, դե Փաշինյանը դա խոսք է տվել, բայց եթե դուք առաջարկ եք անում լինելով երկրի թիվ 1 պաշտոնյան եւ այնտեղից անընդհատ ինչ-որ բակային մակարդակի հայտարարություններ են, ուղղակի ավարտեք, մի նկատեք, թող իրենք անընդհատ իրենք խոսեն, իրենք պատասխանեն, թող իրար հետ բանավիճեն, իրենք բանավիճելու բան չունեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ասում էր պատերազմ ես բերելու, օլիգարխիա, Սերժ Սարգսյանին ասում էր քրյա օլիգարխիա մոնղոլ թաթար, թող Փաշինյանն բանավիճեն, գան երեքով բանավիճեն։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր ՀՀՇ-ն չէր ուզում, որ մենք հաղթեինք, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում, հիշում եք իր իշխանության տարիներին Սորոսական են այդ նույն մեղադրանքները։ Սերժ Սարգսյանն էլ հիմա իր թիմի անդամների բերանով, շուրթերով ասում է, որ Քոչարյանի նման մարդասպան չէինք, որ մարտի 1 անեինք։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է թողի, որ իրենք երեքով բանավիճեն իրար հետ։ Բայց ամեն դեպքում առաջին նախագահի ակտիվությունը ըստ ինչով է պայմանավորված, սա նախընտրական դրամաբանության մեջ է, որովհետև դուք էլ ասացիք, առաջին նախագահը ըստ էության իր հայտարարություններով սկսել է հակասել ինքն իրեն։ Սկսել է սատարել նույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին եւ եկեղեցին է պաշտպանում ինչ-որ երևակայական հարձակումներից։ Ինչի մասին են այս հայտարարությունները նախընտրական դրամաբանության մեջ դիտարկել։ Գիտեք, ես երբևիցե այսպես անձնական գնահատական չեմ ուզեցել տալ, բայց որքանով տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը չի այդ քաղաքական աշխուժության հեղինակը, ելնելով նրա ֆիզիկական իրավիճակից, մենք տեսնում ենք դա հիմա այնպես չի, սա բամբասանք է եւ անընդհատ այո, մեկը մյուսին հակասող հայտարարություններ են տեղադրում։ Իր շուրջը կան մարդիկ, որոնց քաղաքական ողջ օրակարգը Լևոն Տեր-Պետրոսյանի անվան շուրջ է կառուցվել, անուններ չտամ, իդեպ 2-3 հոգի են։ Ես կարծում եմ իրենք փորձում են օգտվել նրա ինչ-որ իրավիճակից եւ այսպես քաղաքական էլի մրցույթների մասնակցել, իդեպ չեմ կարծում ՀԱԿ-ը ընդհանրապես արժի որ մասնակցի, այս ընտրությունների շատերը որ հայտ են ներկայացնել, ես տեսնում եմ որ դա շատ բացասական լինելու հենց իրենց հեղինակության համար, որովհետեւ ակնհայտ է որ որևէ հաջողության չեք հասնելու, ինչու է անընդհատ պարտադիր Լևոն Տեր-Պետրոսյանին հիմնադիր նախագահ լինելով ներքաշել այս օրակարգի մեջ, որտեղ պարզ է որ նա ոչ միայն հաղթող դուրս չի գա, մի բան էլ չի մտնի ազգային
ազգային ժողով։ Տեսնում եմ այստեղ միտում Լևոն Տեր-Պետրոսյանի անունը օգտագործել որոշ անձանց կողմից։ Լավ, Տիկին Դալաքյան, դուք արդեն երկրորդ անգամ է, որ ասում եք շատերը պիտի հետ կանգնեն ընտրությունների մասնակցությունից եւ կամ չկան այդ առողջ ուժերը, որոնք ձայների մեծամասնություն կվայելեն եւ կամ ժողովրդի սերն ու այսպես վստահություն, բայց ամեն դեպքում նույն կարծիքին չէ Ռոբերտ Քոչարյանը, երեք Ռոբերտ Քոչարյանը ըստ էության Սերժ Սարգսյանին դուրս դնելով քաղաքական դաշտից, ընդդիմադիր քաղաքական դաշտից, նշեց, որ երկու միավոր է տեսնում, որոնք կհայտնվեն ազգային ժողովում եւ չեն զիջելու քաղաքացիական պայմանագրին։ Մեկը իր ուժն է, մեկն էլ Սամվել Կարապետյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իհարկե իր համար հաճելի չէր 2021-ին այդքան մարզեր գնալ, հանդիպումներ ունենալ հասարակության հետ, դա հաճելի process չէ, բայց նաեւ համոզվել է, որ իր դեմքով ներկայանալը ավելի մեծ ձայներ է բերում իրենց ուժին։ Այն ժամանակ հակառակը, որ ասում էին ինչու չեք միանում փողոցային պայքարին, ասում էին իրա տղանք արդեն, մենք որ միանում ենք վատ է լինում, փաստորեն ընտանիքում այնտեղ դեմոկրատիա տարբեր տեսակետներ կան։ Իմ միտքը ասեմ, ինչու ես չեմ մասնակցում, այս պահին ես իմ քաղաքական հայտը դեռ չեմ տեսնում այս շրջանակում, որ պետք է ամբողջահաճո հայտարարություններ անել եւ ձայներ հավաքել, դիտումներ հավաքել, գնալ ընտրությունների, որովհետեւ այդ դիտումները ընտրություններին ձայն չեն դառնում։ Ես չեմ ուզում անուններ ասել, բայց մարդիկ, որոնք ամենադիտվողն են լինում, շատ հաճախ խորհրդանում չեն հայտնվում։ Ժողովուրդը կարողանում է թացը չորից տարբերել։ Այո, այդ պահին հաճելի է նայել, տեսնել մեկը մյուսին հայհոյեց, դա հետաքրքիր է, դեպ ոչ միայն Հայաստանում, բայց հետագայում մենք ունենում ենք այն խորհրդանը, որ հիմա ունենք։ Ես չեմ կարծում դա նորմալ խորհրդարան է, կներեք, ոչ քաղաքագիտական բառապաշարի համար խորհրդարան, որտեղ 7 տարի լսում ենք միայն կապիտուլյանտ մարդասպանի որդի։ Ես չեմ կարծում մենք խնդիր չունենք ուրիշ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանը կայտնվի թե ոչ, ես կարծում դա Ռոբերտ Քոչարյանը չի որոշում, բայց հայ հասարակությունն էլ չի որոշում մեծամասամբ։ Ինչու՞։ Որովհետև քաղաքական այս կոնյունկտուրան ես տեսնում եմ, որ հարմար է երկու հիմնական դերակատարներին եւ չլուծել այն խնդիրը, որ 7 տարի խոստացել ես, դա իմ ամենամեծ քննադատությունն է իշխանություններին։ Եվ եթե ամեն ինչ արվում է, որ էլի խորհրդարանում հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ արվել, ես չեմ ասում իր տեղը քվեարկում են կամ իր այդ հանդիպում են, բայց տեսնելով, որ այս մարդը այնքան անընդունելի է, որ մեկ է մենք ենք հաղթելու, գնալով սա նախ նվազեցնում է ժողովրդի մասնակցությունը ընտրություններին։ Ես չեմ կարծում, որ մենք բարձր մասնակցություն կունենանք։ Երկրորդ այդ խորհրդարը խնդիրներ պիտի լուծի, եթե մեր ամբողջ նպատակը այն է, որ ֆիլմեր ցույց տանք, այլ հարց է։ Իսկ եթե նպատակն այն է, որ 26 թվականին, որը շատ բարդ տարի է լինելու ամբողջ աշխարհում, մենք կարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած անվտանգային նաև մարտահրավերները, այսպիսի քաղաքական օրակարգ թելադրել երկրում, իսկ օրակարգ թելադրողը իշխանություններն են։ Ես չեմ կարծում, որ ձեռնտու է Հայաստանը։ Այսինքն ասես Ռոբերտ Քոչարյանը պիտի հնարավորություն չունենա մասնակցելու ընտրություններին, թե նրա տեղը այլ տեղ է, ինչպես բազմիցս այդ հարցը արդարացիորեն հնչում է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը դեռևս բանտում չէ, դուք եք այդ կարծիքին։ Այդ կարծիքին էր Նիկոլ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, որ այն կուսակցությունները, որոնք մասնակցել են դրա խախտումներին, դե Քոչարյանը կուսակցություն չունի, բայց նաև գործիչները։ Լավ կուսակցություն է, հանրապետականի մասին օրինակ խոսքը կամ դաշնակցության, իրենք պիտի չմասնակցեն։ Եթե ես Նիկոլ Փաշինյանի խոսքին անլրջորեն չեմ վերաբերում, սպասում եմ, որ դա իրականացվի։ Մանավանդ Մոլդովայում մենք տեսանք, որ դրա հաջող իրականացումը փրկեց ժամանակավորապես դեռ իմ կարծիքով Ռուսաստանի միջամտությունից ընտրություններին։ Տիկին Դալաքյան 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները այստեղ հաճախ վճռորոշ են համարում եւ ասում են, որ դա շատ բան է որոշելու Հայաստանի ապագայում։ Դուք եք այդ կարծիքին եւ ինչու է դա վճռորոշ, ինչու է այդքան կարեւոր 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները հատկապես։ Վճռորոշ է նախ միջազգային կոնյունկտուրայից ելնելով, որովհետև Տրամպը միջանկյալ ընտրությունների է գնում, ես դրանից եմ ամենաշատ այսպես զգուշանում, որ նա կընկղմվի ներքաղաքական իր խնդիրների մեջ եւ մենք խոսում ենք մեմորանդումի մասին, սա ինչ-որ պայմանագիր չի դեռ խաղաղության պայմանագիր չի, դա մտադրությունների մասին փաստաթուղթ է, այդպես ասենք։ Եվ արդեն մենք տեսնում ենք, որ նա արտաքին իրավիճակով չի էլ հետաքրքրվում, գվարդիայից է խոսում ԱՄՆ-ում կիրառելու եւ այլն։ Երկրորդը ռուս-ուկրաինական ռազմաճակատում արդեն պարզ է, որ առաջընթաց չկա զորքերի, վերջ ամառային հարձակումն է Ռուսաստանի ձախողվեց եւ հիմա գնալու է հիբրիդ հարձակումներ էներգետիկ ոլորտի վրա, ընտրությունների արդյունքների վրա Եվրոպայում ազդելու, Ֆրանսիայում տեսնում եք ներքաղաքական ճգնաժամ Չեխիայում ընտրվեց անձ, որը դեմ
է արդեն Ուկրաինայի աջակցությանը։ Այսինքն Ռուսաստանը հիբրիդ մեթոդներ է կիրառելու, ռազմականի մասին չէ։ Տարբեր երկրներում, որոնք կարևոր են իր համար, իր ազդեցությունը խորացնելու նպատակով, իսկ Հարավային Կովկասը ես կասեի պակաս կարևոր չի, քան Ուկրաինան։ Այսինքն Ռուսաստանի սպառնալիքների հետ են գործ ունենալու նոր տնտեսության այս պայմաններում, որ կախված են մեծամասամբ Ռուսաստանից, Եվրոպայում պոպուլիստական ուժերի իշխանության գալու հետ, որը շատ ցավալի կլինի մեզ համար, նոր Օրբանների, Ամերիկայում ներքաղաքական լարվածության, այս ֆոնին ունենք մեր հասարակության ներսում մարդիկ, որոնք ակնհայտորեն Ռուսաստանին են աջակցում եւ մեր ռուսական շահերն են առաջ տանում, նույնիսկ իրենց երկրին են մեղադրում, երբ որ պետք է Եվ բարձր որ սա մարտահրավեր է, դեռ տնտեսության մասին չենք խոսում, ինչ իրավիճակում է, եթե երկրորդային սանկցիաներին մենք արդեն հետևենք եւ Ռուսաստանի հետ առևտուրը նվազի, Եվրոպաս տիպի օրինակ, որ մենք կատարենք պարտավորությունները, այս պայմաններում սա դեռ փոքր հատվածն է, Ալիևի հռետորաբանությունն իրական դառնալու մասին դեռ չխոսենք։ Բարձր որ պետք է ունենանք խորհրդարան, որը ոչ թե նպատակային կլինի, որ գան իրար, ինչ ասեն եթերում, այլ երկուսով ինչքան էլ իրեր այսպես տանել չեն կարողանում, փորձեն խնդիրների լուծում տալ։ Ես ցավոք դա չեմ տեսնում եւ չեմ տեսնում այդ խորհրդարանը կարող է երկարատև կյանք ունենալ։ Ես այդ կարծիքը էլի եմ ասել եւ այդպես եմ կարծում։ Եվ քանի որ ամեն դեպքում նախընտրական շրջանում եք Տիկին Դալաքյան, դուք ուժերի ինչպիսի դասավորություն եք տեսնում, հիմա կարելի է համարել, որ ըստ էության արդեն ձևավորվել են այն ուժերը, որոնք պատրաստվում են եւ կամ հայտ են ներկայացնում մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք տեսնում ենք օրինակ Սամվել Բաբայանի եւ Վանեցյանի դաշինքը Արման Թաթոյանն է հայտ ներկայացնում քաղաքականություն մտնելու, Սամվել Կարապետյանը, որ խոստանում է տնտեսության աճ, 1000-ը մի գործարան բացել, Երևանը դարձնել 21-րդ դարին հարիր, այսպես մայրաքաղաք, եւ այսպես շարունակ։ Ուժերի այս դասավորությունն է լինելու ըստ թե դեռևս փոփոխություններ կտեսնենք։ Ես կարծում եմ այդպիսի ուժ չի լինելու, որ չի մասնակցելու ուժ անհատ, երևի եզակի մարդիկ չեն մասնակցելու, մեր ժողովրդին իհարկե ցավակցում եմ, որովհետև պետք է պատրաստվի լսել այս ամբողջ ներկա բնակը, որը քաղաքականության մասին չի լինելու։ Ինչի մասին է։ Ցավալիորեն ես չեմ կարծում, որ Մերձավանի դեպքերը կարող են լինել վերջինը եւ այսպես լարելու են հասարակության նյարդերը, չեմ ուզում մտածել, որ դա վերահսկողությունից դուրս կգա ինչ որ պահի նաև Գյումրիում, Էջմիածնում, այսինքն պայքարը չի լինելու ծրագրերի մասին, պայքարը լինելու է ատելության մասին։ Մենք արդեն որևէ ընտրությունը երրորդ գնում ենք այդ ֆոնին։ Սա ճիշտ չեմ համարում։ Մասնակցությունը այսպեսին է պրոռուսական ուժեր տարբեր անուններով փոքր մարգինալ, հետո միավորվելու երևի նպատակով արևմտամետ սեգմենտը որպես կանոն ես կարծում չի միավորվի եւ հաջողություն չի ունենա ինչպես Գյումրիում, որովհետեւ առանձին արդեն շարժումներ եմ տեսնում նույն արևմտամետ սեգմենտի մեջ, սա ցավ է։ Նոր ուժեր ես չտեսա հայտ ներկայացնող, որոնք օրակարգ կթելադրեն եւ կմատնանշեն խնդիրներ։ Գիտեք, եթե մենք ուղղակի պետք է ասենք մենք երրորդ ուժ ենք եւ վերջ, այդպես չի։ Մենք պետք է ասենք ինչով ենք տարբերվում իշխանություններից, եթե մասնակցում ենք, ինչով ենք տարբերվում նախկին իշխանություններից, եթե նպատակային է, որ ասեն բոլորը վատն են, մենք լավն ենք եւ վերջ, չեն հասնելու հաջողության։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձը Վանեցյանի հետ միավորվելը, սա ես կարծում եմ շատ հետաքրքիր է, որովհետև Արտուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի թիմից էր, իսկ այդ անձը որպես կանոն հայտնի է Սերժ Սարգսյանի հանդեպ իր բացասական վերաբերմունքով։ Այստեղ երկու տարբերակական Վանեցյանը այլևս Սերժ Սարգսյանի թիմից չի, փոխել է իր թիմը, կտեսնենք, կամ էլ այս անձը չունի այդ սկզբունքայնություն, բայց ես չեմ դիտարկում, որովհետև չեմ տեսնում երկուսից որևէ մեկը լուրջ ձայներ ունենա, խոսել ուժերի մասին, որոնք որևէ կերպ հաջողության չեն կարող հասնել, դա ժամանակի կորուստ է։ Տիկին Դալաքյան, իսկ Արցախի հարցը եւ կամ Արցախ վերադարձի հարցը ձեզ շահարկվելու է նախընտրական էլի դրամաբանության մեջ, որովհետեւ հաջող ենք լսում նույն Սերժ Սարգսյանը երեք հայտարարեց, որ ինչպես այս իշխանությունները ինքը չի համարում, որ Արցախի հարցը փակված է եւ կամ արցախցիների վերադարձի հարցը փակված է, Դաշնակցությունը գիտեք անգամ Արցախի վերադարձի մասին է խոսում, ոչ միայն Արցախ վերադարձի։ Այսինքն այս խոսույթը նախընտրական դրամաբանության մեջ լինելու է Արցախի հարցը, արցախցիների վերադարձի հարցը օգտագործվելու է քաղաքական նպատակներով, այսպես ասեմ, դիվիդենտներ շահելու նպատակով։ Եվ արդյոք դա նաև հնարավոր է, եկեք այդ տեսանկյունից էլ հասկանանք, հիմա հնարավոր է արցախցիների վերադարձ, Արցախի վերադարձի մասին չեմ խոսում, ինչպես որոշ ուժեր նշում են։ Արցախի հարցը դա լուրջ գեոպոլիտիկ հարց է, իդեպ դա
90-ականներին էլ է եղել այդպիսի հարց եւ Հայաստանի տիրույթում չի եղել ոչ էլ Ադրբեջանի չխոսենք հիմա թե ովքեր են ստեղծել այդ խնդիրը ինչպես են օգտագործել եւ այլն այլ հարց է որ այո Արցախի հարցը փակ չի բայց ոչ նախկին իշխանություններն են դրա կարողը ոչ Արցախի այսպես կոչված ղեկավարությունն է դրա կարողը ոչ էլ հիմա դուք ճիշտ եք ես տեսնում եմ դրա ռեալ հնարավորություն է բայց այդ հարցերը փակել հիմա Պաղեստինի հարցը արդեն 50 տարի է փակ չի 70 ներողություն այսինքն ժամանակ է գալիս փոխվում է այլ հարց է որ դա պատերազմի առիթ պետք է չլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինքնորոշման իրավունքի խնդիր է Այստեղ երկու ասպեկտի կբաժանի նախ Ռուսաստանից այդ օրակարգը թելադրվում Սիմոնյանական Մարգարիտա որ Արցախը պետք չի մոռանել որտեղ Արցախի հարցը մահակ է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ Կրեմլից սա արտաքին օրակարգը եւ գալու է ժամանակը ես նշել եմ Ադրբեջանի վրա դա օգտագործվելու է որ այ մենք պիտի գանք պաշտպանենք արցախցիներին արցախցիներ կգան կապահովենք որոշ արցախների վերադարձը։ Եվ երկրորդը, քանի որ իրենք այլ օրակարգ չունեն, ես չեմ տեսել, արդեն չեմ էլ նայում, բայց չեմ կարծում ինչ-որ նոր օրակարգ է այս պահին մեր ունեցած խնդիրների մասին, դրա համար իրենք պիտի շոշափեն այնպիսի հարց, որը էլի մի քանի տոկոսի մոտ ժողովրդի այսպես արձագանք է գտնում եւ հնարավորություն կտա անցնել խորհրդարան, այլ հարց չունեն, ոչ չեն ասի ինչի՞ ես պատժում Թալանի համար կամ ինչի է պարոն Վանեցյանը մասնակցում ընտրությունների դուք նրա նկատմամբ գործ եք հարուցել ինչ եղավ այդ գործը օրակարգ չկա օրակարգը սրա մասին է միջանց քեզ տալիս կապիտուլյանտ էս անձնական դաշտ վիրավորանքներ եւ Արցախը մերն է մենք կգանք հետ կբերենք դրա համար այս ուժերը ինչքան էլ գումարներ են ծախսում եւ դա շատ վատ է որտեվ հայասարակությունը աղքատության մակարդակը բարձր է կարող է նաեւ ընտրություն դրա համար կատարել էլի 6-7%-ից առավել ես չեմ տեսնում, որ իրենք կունենան հաջողություն։ Եվ ես կարծում եմ իրենք չեն էլ ուզում ունենալ, որովհետև գիտեն, որ չեն կարող։ Իսկ թե Քոչարյանը գալիս ասում է մենք հաղթելու ենք, դա արդեն ցույց է տալիս, որ 7 տարի եթե դու ասես հաղթելու ենք եւ չես հաղթում, ժամանակն է, որ դուրս գաս քաղաքականությունից։ Իսկ նման քայլի կգնա ըստ Քոչարյանը ինքնական Էլի երկու ասպեկտի բաժան նախ ինքը չի որոշում գնա թե ոչ ինչպես Ռուբեն Վարդանյանը ես ավելի վերին օղակներին եմ նայում ինչպես Սամվել Կարապետյանը Ինչպես Գագիկ Ծառուկյանը, ես չեմ կարծում, որ իրենք այդպես լուրջ ցանկություն ունեն մասնակցելու, բայց պետք է մասնակցել։ Ստիպված են։ Ստիպված են, ինչպես Գարեգին երկրորդը, ինչու՞ չի հեռանում։ Եթե դու կուտակել ես որոշակի կապիտալ, դու դա պիտի անպայման հետո աշխատես, այսպես ասենք։ Սա մեկը եւ բացի այդ նա մտածում է, թե հեռանա քաղաքականությունից, գուցե արդեն արդարադատությունն իրականացվի եւ չկարողանան ասեն քաղաք բանտարկյալից, չնայած մեկը մյուսին չի խանգարում, բայց դե քաղաքականության մեջ մնալ այսպիսի անձանց համար կարեւոր պաշտպանական միջոց է ասելու, որ հենց իրենց մի բան ասում են, սա քաղ բանտարկյալ է, սա քաղաքական հետապնդում է, աշխարհ մեզ բանտարկում են, այստեղ ժողովրդավարություն չկա։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ուզի չուզի մնալու է քաղաքական դաշտում, եթե իհարկե օրենքը չհաստատվի եւ իրեն դուրս չհանեն այդ դաշտից։ Այսինքն խնդիրը ոչ այնքան քաղաքական դաշտում մնալն է ինչ որ բան փոխելու առումով երկրի իմաստով նկատի ունեմ գլոբալ, այլ որ սեփական անձին կարողանաս պաշտպանել։ Միանշանակ, որովհետև գիտեք Ռոբերտ Քոչարյանը ինքը ասում է քաղաքական գործիչ չեմ, բայց շատ լավ ընկալում է, որ հնարավորություն չունի մոտակա 300 տարին վերադառնալ իշխանության։ Իհարկե Պուտինը անմահության մասին է խոսում, բայց եթե դա ստացվի, կմտածենք, եթե ոչ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հետ կապված որևէ անձ հնարավորություն եւ շանս չունի գալ իշխանության, մենք ժողովրդի հետ շփվում ենք, չէ՞, փոքր երկիր է, սա մեկ։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյանը պիտի հասկանա կամ գուցե գիտի, որ Վլադիմիր Պուտինին իր գալը ձեռնտու չի, որովհետև նա ստիպված պիտի պաշտպանի Հայաստանին եւ իր քիմիական ընկերոջը, իսկ հիմա այդ հեքիաթն են հորինել, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ, այսինքն որևէ այլ տարբերակով Ռոբերտ Քոչարյանը պետք չի Կրեմլին Կրեմլում էլ գիտեն, չէ, իր հեղինակությունը այստեղ Վլադիմիր Պուտինը իր չեղած հեղինակությունը աշխարհում ինչու պիտի մի հատ էլ վնասի Հայաստան Ռոբերտ Քոչարյանին կներեք ուժով բերի իշխանության, սա այդ դարը չի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ուղղակի ապահովում է այն ֆոնը, ինչի համար նա գնացել էր Մոսկվա։ Իսկ ինչի համար է նա գնացել Մոսկվա եւ ում վրա է խաղադրույք անում Մոսկվան ըստ ձեզ։ Մոսկվան խաղադրույք է անում բոլորի վրա եւ քաղաքական անկայունության։ Այսինքն Ռուսաստանի շատ հարմար է այս իրավիճակը կներեք 1000 անգամ դուք իրար կերեք, հոշոտեք, թող ժողովրդը անդադ լարված լինի, ատելություն լինի, մարդիկ իրենց ապագայի վրա վստահ չլինեն, նույն մարդիկ մնան դաշտում, որոնց մենք կարող ենք այս կամ այն կերպ տեղաշարժել։ Նիկոլ Փաշինյանին իհարկե չենք սիրում, ժողովրդավարական ձևով եկել իշխանության, բայց այնպես չի նա մեր կարմիր գծերը հատում է, հապկ
բազա ԵՏՄ, այսպես էլ մնա լավ է, հիմա իրենք այլ խնդիրներ ունեն։ Եթե այդ խնդիրները լուծեն եւ կարողանան այստեղ ուշադրություն շեղել, այո, իրենց ուզած անձին կցանկանան բերել, բայց դա Ռոբերտ Քոչարյանը չի, Վլադիմիր Պուտինը իհարկե շատ բացասական դեր ունի աշխարհում, բայց նա հասկանում է գոնե, որ չի կարելի կրկնեմ չեղած հեղինակությունը Հայաստանում, նա գիտի, չէ, հարցումները, տվյալները Ռուսաստանը ինչ բացասական է այստեղ արդեն ընկալում հայ ժողովրդի կողմից, մի հատ էլ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնում խաթեր, գա մի հատ էլ խայտարակվի։ Դրա համար իրեն թողում է այսպես որպես ընդդիմադիր, այս Սերժ Սարգսյանը նեղված է, որովհետև ինքը այդ հաշվարկների մեջ չի տեղավորվում։ Դրա համար են պայքարում էլ իրար դեմ արդեն։ Եվ Տիկին Դալաքյան, քանի որ խոսեցիք նաև Մոլդովայի օրինակից, մենք կարող ենք ենթադրել, որ օրինակ այլ արտաքին ուժեր, մասնավորապես Ռուսաստանը կարող է մեծ ազդեցություն ունենալ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Եվ դա ինչ տեսք կունենա, այսինքն դա կլինի հիբրիդային պատերազմների տեսքով, որի մասին պարբերաբար խոսվում է, գումարների տեսքով, ինչ տեսք կունենա դա։ Ռուսաստանին ես նախորդ հարցի ժամանակ նշեցի ձեռնտու է այս իշխանությունները, որ մնան։ Խոսքը չի վերաբերում նրանց աջակցելուն կամ հավաքրելուն։ Ես ասացի, խոսքը վերաբերում է նրան, որ երկիրը պահեն պարալիզացված, սրված։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մնա, որևէ քայլ չանի Ռուսաստանի դեմ, լուրջ քայլ, ես չեմ ասում ճիշտ է անում, թե չի անում, սա այլ հաղորդման հարց է, բայց այս երկու կոնյունկտուրան լինի, էլի, որոնք տեղավորվում են ինչ-որ սցենարի կամ կարող են տեղավորվել մեջ։ Այսինքն Վլադիմիր Պուտինը իհարկե ամեն ինչ կանի, որ առավել պրոռուսական ուժերը շատ ավելի ձայն ունենան, բայց նա հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, եթե որևէ ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ չլինի մինչև 26 թվականը տարածաշրջանում, դրա համար իրենց ուժերը չեն ծախսի նրա վրա, որ անիմաստ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն քաղաքականությունից, կթողնեն, որ մնան այնպիսի ուժեր, որոնք որևէ կերպ կարմիր գծեր չեն խախտում Ռուսաստանի համար։ Եվ Տիկին Դալաքյան, քանի որ մենք այսպես ամբողջ ընթացքում կարմիր թելի նման տանում ենք, այն որ այս ընտրությունները ամեն դեպքում կարևոր են 2026 թվականի եւ վճռորոշ են, հանրության մոտ կա այդ ընկալումը եւ գիտակցումը եւ արդյոք կա ընտրություններին այդ սպասումը, ասես, գիտեմ որ դուք էլ հաճախ շփվում եք, առիթներ եք ունենում։ Ինչպիսի տրամադրություններ են հանրության մոտ։ Ես կասեմ պաշտոնական ըստ տվյալների, որ որևէ ուժ վստահություն չի վայելում մեծամասնություն, հիմա չխոսենք այնտեղ, ասենք մենք 900% մանդատ ունենք, շփվում ենք մենք մարդկանց հետ։ Իդեպ դա պայմանավորված է իշխանությունների քաղաքականությամբ նախ եւ առաջ նախկին իշխանությունների հանդեպ։ Հիասթափությունը մեծ դրանից է։ Սա մեկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, որ նույն դասը անում են իրենք մնացել, այսինքն ես տեսնում եմ, որ կարող են ռադիկալիզացնել էլի որոշակի հատված մեծամասնությունը արդեն չի աշխատում։ Քոչարյանը մարդասպանա, գնան ծեծ ու ջարդի մեթոդներին, լարեն, այս ֆոնին ասեն կամ մենք ենք կամ պատերազմ եւ այո, ընտրությունը գնա այս լոզունգով, բևեռացված։ Եվ մասնակցություն լինի, կարծում եմ, կեսից քիչ։ Բայց ընդհանուր, որ ժողովուրդը արդեն հոգնել է այս քաղաքական օրակարգից, ես ինքս այն օրը նշեցի, ես 2 տարի է նույն բանն եմ ասում, կներեք նախկին իշխանությունների մասին, այլևս ժամանակ չեմ էլ ուզում դրա վրա ծախսել։ Էլ չասած 7 տարի մարդիկ նույն բանը լսեն, նույն մարդուն տեսնեն, արդեն նյարդերի վրա ազդում է այդ մարդը բոլորի, բայց մեկը ինքը մասնակցում է եւ էլի հայտնվելու է։ Սա ցույց է տալիս, որ ցավալիորեն հայ հասարակությունը գիտակցելու է, որ կամ այլընտրանք չկա եւ մնալու ենք այս գորշ զոնայում, կամ ուղղակի չեն մասնակցի։ Շնորհակալ եմ Տիկին Դալաքյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, կհանդիպենք։